մեր եկեղեցու վերնախավում շատ քիչ հավատացյալ մարդիկ կան իսկապես։ Սա ցավով եմ նշում։ Սա դնենք մի կողմ։ Երկրորդը իրենք չեն կարող հրաժարվել իշխանությունից։ Չկա այդպիսի մարդ, որ իր կամքով իշխանությունից հրաժարվի։ Կլինի դա եկեղեցական, թե կլինի դա քաղաքական գործիչ։ Սա իրականությունն է։ Իշխանությունից հրաժարվում են մեկ դեպքում, երբ որ քո առջև դնում են այնպիսի կոմպրոմատ կամ այնպիսի պայմաններ, որոնք անհամատեղելի են քո հետագա իշխանավորության հետ։ Սա է իրականությունը։ Կարագինը կգնա այդ ճանապարհով, ինքը չի հրաժարվի եւ ինքը կտանի եկեղեցին պարակտման ճանապարհով։ Նույնիսկ այսպիսի մի տեղեկատվություն կար, իդեպ կարծում եմ սա արժանի է առնվազն վերլուծության, որ նրանք արդեն իրենց պահոստային աերոդրոմը ունեն, այդ կաթողիկասարանը իրենց ասելով տեղափոխել Մոսկվա։ Այսինքն այդ խոսակցությունները պարզապես բամբասանքի մակարդակի խոսակցություններ չեն։ Ես կարծում եմ իրենք կգնան դրան, եթե իրենք հասկանան, որ այստեղ այլևս չեն կարող իշխանություն ունենալ եկեղեցում, Սուրբ Էջմիածնում, նրանք կարող են այդ քայլի գնալ եւ այն կունենան երրորդ կաթողիկոսարան արդեն, հիմա էլ Մոսկվայում, Ռուսաստանում։ Նա կհայտարարվի իսկական, իրական, չգիտեմ, ինչպես են ասում, հա, правительство возгнания, այսպես մի բան, ու սա այսպես մի բան։ Կտանեն հերթական անգամ պարակտման ճանապարհով։